Մեր Տերը Հիսուս Քրիստոս ավետարանում ասում է. Եթե դուք չներեք միմյանց մեղքերը, ձեր երկնավոր հայրն էլ չի ների ձեզ։ Սրանով մեր Տերը Հիսուս Քրիստոս սիրո բանալին է տալիս։ Եթե ներեք միմյանց, նշանակում է ձեր մեջ սերն է կարտնացնում։ Որտև սիրո թշնամին ով է։ Սիրո թշնամին ատելությունն է։ Ատելությունը սիրո թշնամին է։ Եթե դու չես ներում, քո մեջ ատելություն է սերմանում։ Եվ այդ ատելությունը բույն է դնում քո մեջ, թունավորում է քո հոգին ու մերձնում է սերը։ Դրա համար մեր Տերն ուզում է ասել, որ դուք գնահատեք, ինչ եք ուզում։ Ուզում եք ատելություն, որին հաջորդում է վրեժխնդրություն, կռիվ, պատերազմ, փոխադարձ սպանություններ, ծեծկռտուքներ, անվերջ չհաղթահարված խնդիրներ, պրոբլեմներ, ազգամեջյան պատերազմներ եւ այսպես դարեր շարունակ թշնամանք։ Դե ձեր սրտում ներեք, հա, իրապես ներեք ձեր սրտում, գտեք սերը, ատելությունը հանեք ձեր միջից, եւ գտեք ձեր անմեղությունն ու միամտությունը աղավնում եւ կարող եք արդեն խորագիտությամբ վարվել արտաքին հարաբերությունների մեջ։ Հա, տեսեք Քրիստոսի պատվիրանը վերաբերվում է յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուր ընտանիքի, յուրաքանչյուր ազգի, ժողովրդի եւ կարելի ասել ազգամիջյան հարաբերությունների մեջ գործող հստակ օրենք է։ Ազգերը, ժողովուրդները համերաշխ պետք է ապրեն։ Ինչպես Պողոս Առաքյալն է ասում, հնարավորինս բոլորի հետ խաղաղություն ունեցեք, հնարավորինս մեծավ մասամբ։ Մենք ամենահնարավորին բանը պետք է ձեռնարկենք, նախ ինքներս մեջ խաղաղություն, համերաշխություն ունենալ։ Մեր մեջ թույլ չտալ, որ չարությունն ու ատելությունը, ողակալությունը, վրեժխնդրությունը մեր մեջ բույն դնի, որպես մենք կարողանանք խաղաղ համակերպվել, եւ երբ որ քո միտքը խաղաղվում է, քո մեջ սեր կա, չէ՞, ատելությունը հանում ես քո միջից, դու ավելի հեշտ ես կարողանում նախ եւ առաջ ներել, հետո ճիշտ որոշում կայացնել քո արտաքին հարաբերությունների մեջ։ Բայց երբ որ դու ատելությամբ կուրացած ես, ատելություն դա կուրություն է։ Դու այլևս չես կարողանում արտաքին հարաբերությունները ճիշտ կարգավորել, որտեղ ատելությունը դա կուրություն է, չարությունը դա կուրություն է, խոհեմությունը զրոյա դառնում, խորագիտություն չունես եւ չարությամբ ես լցված, ինչ որ դու անես, սխալ ես անում։ Նշանավոր զորավարներից ծառաների մեկը փախնում է, հետո մի կերպ հասնում է դրան բռնում է, ասում է, գիտես, ասում է, ես հիմա բարկացած եմ, քեզ համար որոշում չեմ կայացնել։ Թող մնա հետո կխաղաղվեմ, հետո կորոշեմ ինչ եմ անել։ Բարկությունը չի կարող Աստծո արդարությունը հաստատել, ասում է Սողոմոն իմաստուն։ Բարկությունը Աստծո արդարությունը չի կարող հաստատել։ Բարկացած մարդը որպես կանոն կուրացած մարդն է, ատելությամբ, չարությամբ լցված մասն է եւ չի կարող ճիշտ որոշում կայացնել։ Ուրեմն ներելու ամենամեծ շահավորն սերը։ Մենք պետք է դնենք նժարի վրա։ Ուզում ենք ատելություն, վրեժխնդրություն, վրեժի լուծում, արյուն, ավերած, կոտորած, ժամանակի կանգ առ, որտեվ գիտես, երբ որ դու ատելությամբ, չարությամբ ես լսում, քո ժամանակը դու կանգնեցնում ես։ Այսինքն դու չես ապրում, դու մեռնում ես, ատելությունը մահ է։ Եթե դու ատելությամբ լցվեցիր, դու ասում ես վերջ։ Իմ ու քո համար կյանքը կամ ես կամ դու։ Դադարում է կյանքը կամ քո համար կամ իր համար։ Բայց դու չես կյանքի սկիզբը դրել, որ դու էլ կյանքը դադարեցնես։ Կյանքի Տերն Աստված է, արարիչը, հեղինակն Աստված է։
Եվ ինքը որոշի քո եւ իր կյանքը երբ ավարտվելու դադարելու։ Բայց երբ որ դու ներում ես, կյանքը շարունակվում է, հա? Երկարացնում ես կյանքդ, արագացնում ես, հեշտացնում ես, թեթևացնում ես կյանքդ։ Երբ որ դու չես ներում, ծանրացնում ես, դաժանացնում ես, կանգնեցնում ես, մերձնում ես կյանքդ։ Կարևոր չի մնացած հանգամանքները, հիմա քեզ կհաջողվի վրեժ լուծել, չի հաջողվի վրեժ լուծել, դու ուժեղ կլնես, ինքը թույլ կլինի, դու այսօր ուժեղ կլնես, վաղ ինքը ուժեղ կլինի, այսօր դու կպարտվես, վաղ կհաղթես, ինքը կհաղթի, դու կհաղթես։ Սրանք արդեն հարցի երկրորդ կողմերն են։ Եվ հետո գիտեք, պատմությունը եւ կյանքը ամեն ինչ իր տեղն է գցում։ Ի վերջո Աստծո դատաստանը կա։ Ներիր ասում քո թշնամուն իր գլխի կրակի կայծեր կդիզես։ Այդ որ կրակի կայծերն է, դժողքի կրակի կայծերն է նախ եւ առաջ, հա? Ներում ես, հանձնում ես Աստծո դատաստանին։ Եվ Աստված ինքը գիտի ինչ որոշում կկայացնի, ինչպես կկայացնի, երբ կկայացնի։ Բնականաբար Աստված մեր նման չի։ Աստված գիտի ինչ իմաստուն որոշում կայացնի, որ կարողանա ամեն ինչ իր տեղը գցել։ Արդարին իր արդարության համապատասխան բարիք հատուցել, մեղավորին իր մեղքի համապատասխան չարիք հատուցել։ Ներիր, կրակի կայծեր կդուզնես, հանձնին Աստծո դատաստանին, դատավորն Աստված է ինքը կդքես։ Ուրեմն ինչ տեսանկյունից նայում ենք, ներողամտության հոգին արդար հոգի է, ճիշտ հոգի է, սիրո հոգի է։ Չարության, ողակալության հոգին ատելություն է սերմանում մարդու մեջ եւ ճիշտ չի այս հոգով առաջնորդվել։ Ներենք, որ ներում ստանանք։ Ամեն։